Այս երեկոյան ժամին մտա բերում էի որոշ հիշողություններ եկան իմ մտքի մեջ եւ ես որոշեցի դրանցից մեկը ձեզ հետ կիսել։ Երբ էր դա 1999 2000 թվականը երևի թե 2001 ես սովորում էի Սանտա Մոնիկայի City College-ն Pico Boulevard վրա Սանտա Մոնիկա քաղաք է դա ծովի ափին, օվկիանոսի ափին։ Եվ ահա դասաժամերի ազատ լուսամուտ ունենալով մի քանի ժամ ես քայլերս ուղղեցի դեպի քոլեջի հարևանությամբ գտնվող գերեզմանատունը։ Գերեզմանատունը շատ հին էր եւ ինձ շատ հետաքրքրում էին այդ հին երբեմն անգամ 100 տարվա հնություն ունեցող այդ տապանակարերը, նայում էի, կարդում էի անունները, աղոթում էի, ահա դա ինչպես թե քաղաք է, մեռյալների քաղաքն է, գերեզմանատունը շատ կարևոր է, այն քո կյանքի մասն է։ Եվ իհարկե հասկանում էի, որ այդ գերեզմանատունը շատ թաց է, շատ խոնավ է, անգամ այդ մասին էի մտածում, որ այս խոնավությունը բավականին հանգուցյալների դին կվնասի։ Եվ ահա քայլերս հանգեցին մի 3 հարկանի սպիտակ տանը, որ ես չգիտեի դա ինչ է, ես գաղափար չունեի այն ժամանակ այս մանրամասներից։ Եվ ահա տեսնում որ դուռը բաց է։ Դռներից մտա եւ ներսը դա սպիտակ մարմարի մաքուր հատակով բարձր պատեր էին, պատերի վրա 4 կողմը հարյուրավոր լուսամուտներ եւ այդ լուսամուտների վրա բոլորի վրա կախված ծաղիկներ։ Եվ հանկարծ սարսափով ես նկատեցի, որ այդ լուսամուտներից ինձ նայում են աչքեր։ Հարյուրավոր աչքեր ինձ էին նայում եւ ես հիշում եմ սարսափահար ինձ խփելով պատին ընկնելով այդ մարմարի հատակի վրա ինձ դուրս նետեցի դա ինչ բան էր եւ ահա հասկացա որ դրանք այդ մեռյալներն են որոնց մարմինը վառել են եւ սափորների մեջ դրված է այնտեղ Եվ ես հասկացա, որ սափորի մեջ վառված այս հանգուցյալները հանգիստ չունեն եւ ով որ դա անում է իր մեռյալեն, դատապարտվում է հավերժական դժոխքին։ Ես համոզված եմ սրանում պարզապես։ Ուրիշ բան, եթե պատահաբար դիակը վառվում է, դա ուրիշ, բայց ինչքան ես հասկացա, այս cremation-ի պահը համարյա թե տեսականացված է եւ այսպեսով հոգին այդ ցավը զգում է իր մարմնի վառելը եւ ահա ինչու եկեղեցին խստի վարքելում է մեռյալների մարմինը վառելը եւ նրանք ովքեր ապրում են հատկապես Միացյալ Նահանգներում անպայման ես խորհուրդ կտամ ձեզ դուք պատվիրեք նախորդ վճարումներ են անում պատվիրում մեր դագաղը, թաղման, ծեսը, տեղը, որպեսզի դա լինի տրադիցիոնալ, ավանդական թաղում։ Շատ կարևոր է սիրելիներս։ Մեռնելուց հետո ինչ ուզում եմ պատահի։ Սա ամենահիմար, ամենադեբիլ մարդու խոսք է։ Մահ չկա։ Մահ չկա։ Ձեզ խաբել են, մահ չկա։ Ապրեք պատվով Եվ հատկապես երբ որ մեռնում եք, թող ձեր ընտանիքը գիտակցի, որ ձեզ պետք է պատվով աստվածային քահանայի ուրեմն ներկայությամբ աստվածային թաղում, որովհետև դուք Աստծո պատկերն եք եւ անգամ մարդիկ հողի մեջ չեն դնում հնում, ով հարուստ էր ունեին իրենց դամբարանները եւ դա ֆիզիկապես հնարավոր չէր իհարկե բայց դա էլ նախընտրելի է, որովհետև ի վերջո մարդու մարմինը մասունքներ են դրանք եւ ամեն մարդ
իր սիրած ընտանիքի համար շատ կարևոր է։ Եվ պատկերացրեք, որ ահա ձեր մայրը մեռնում է եւ դուք դնում եք նրան սափորի այդ դագաղի մեջ եւ դագաղը մտցնում եք հնոցի մեջ եւ ահա տեսնում եք թե ինչպես է կրակը բռնում ձեր մոր կամ ձեր տղայի, երեխայի դեմքը, կրակը սկսում է վառել ձեր աչքի առաջ, ձեր սիրած մարդուն եւ ահա այդ այն պահն է Աստված հեռու տանի, երբ որ մենք մեզ վրա ենք վերցնում դիա հրկիզումով, մեզ վրա ենք վերցնում այդ մահացածի եւ Աստծո անեծքը։